Տիկին Աղաջանյան, տեսեք, ուրեմն ապրիլի 10-ին 20 հոգուց կազմված հայկական պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան, խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակներում այնտեղ ինչ-որ կլոր սեղան քննարկմանը մասնակցելու նպատակով։ Բայց պատվիրակության կազմում 19 հոգի են եւ նախ ինձ հետաքրքիր է, թե ըստ ձեզ ովքեր են այս մարդկանց տվել այն լիազորությունը, որ մի ամբողջ հայ ժողովրդի անունից այնտեղ նմանատիպ քննարկման մասնակցեն ու ինչ-որ բանակցություններ վարեն, ընդ որում մեզ ոչ բարեկամ երկրի հետ։ Նախ նշենք, որ իրենք որևէ բանակցություն վարելու ոչ իրավասություն ունեն, ոչ էլ պաշտոնապես նման գործառույթ կարող են իրականացնել։ Սովորաբար նման հանդիպումները լինում են հանրային գործիչներ, հասարակական կազմակերպություններ, տարբեր ոլորտներ ներկայացնող մարդկանց միջև, մենք նախկինում բազմիցս ունեցել ենք, թե գիտնականների մեջ, թե կանանց անգամ միջև, թե խորհրդարանականների միջև եւ այդպես նաեւ լրագրողների միջև նման այցեր եւ հանդիպումներ եւ հիմնականում դա նպատակաուղղված է լինում երկու ժողովուրդների կամ երկու պետությունների հասարակությունների միջև որոշակի կամուրջներ ստեղծելու եւ ինչպես ասում են հարաբերություններ հաստատելու եւ փոխըմբռնում ձևավորելու առումով բայց մենք գործ ունենք մի խմբի հետ, որին լիազորել է մեր երկրի նստած խմբակը, որը ընդունել է հանձնվական պարտվական քաղաքականության սկզբունքը, այսինքն ամեն ինչ ամեն ինչ հանձնել, ամեն պահանջ կատարել մեր թշնամիների կողմից, հանուն իրենց կողմից հռչակված ինչ որ խաղաղության, որը փաստացիորեն մենք այսօր տեսնում ենք, որ փոխարինում է ժամանակավոր զինադադարին կամ հարաբերական անդորին, հա, մեր հասարակություններին փորձում են կերակրել խաղաղության թեզով, շփոթության մատնելով եւ այս հարաբերական անդորը ներկայացնելով որպես խաղաղություն, որի գինը վճարում է մեր ժողովուրդը իր հիշողությամբ, իր արժեքային համակարգով, իր նպատակներով եւ ընդհանրապես իր ապագայով որովհետև այն ուղին, որ այս իշխանությունները որդեգրել են եւ իրականացնում են, դա տանում է ընդհանրապես մեր պետության, մեր ժողովրդի որպես առանձին քաղաքակրթության ոչնչացմանը եւ մեր երկու հարևանների ցանկությունների ու նպատակների սպասարկող ինչ որ մի զանգվածի ձևավորմանը։ Այս խումբը, որքան էլ որ նրանք փորձեն ներկայացնել, որ դա իբրև թե իրենք ինչ որ խոսույթ են անում, ազատ խոսքի փոխանակում են անում եւ ձև են անում, որ այդ հարաբերությունները ինչ որ միտեղ կարող են շարժվել, նախ իրենք ամբողջ հասարակության բազմաշերտ ներկայությունը չեն ապահովում բնականաբար, որտեղ այսպես հատիկ ընտրված են, հանկարծ այնտեղ մի սխալ խոսք չասեն, հանկարծ այնտեղ ինչ որ մեր նպատակներից այսպես ասած պատմական նաեւ գործողությունների առումով որևէ հարցադրում անելու իրավասություն չունենան, հիշենք նախորդ այցերի քննարկումները եւ գնահատումները եւ մենք կտեսնենք, որ ուղղակի այդ հարցերը չեն բարձրացնում իրենց կարծիքով ինչ որ անախորժություն չստեղծելու, բայց այդ հենց հանդիպումները նպատակ ունեն հասարակության մեջ առկա մոտեցումները, խնդիրները, գաղափարները, սկզբունքները սեղանին դնելու, քննարկելու եւ դրանց շուրջ որոշակի անկալում ձևավորելու առումով, ոչ թե սեփականը կուլ տալու եւ դիմացինինը որպես հալած թափածիող ընդունելու, հատկապես մի հարևանի պարագայում, որը ինքը իր թե իր պատմությունը, թե իր ժողովրդի կերտումը, հա, եւ իր պետության կերտումը հենել է ոչ միայն հայկականի յուրացման, մեր մշակութային արժեքների յուրացման, այլև ամբողջ հայատյացության եւ հայերին որպես ամենա սարսափելի, ամենաստոր, ամենաստորագույն, հա, այսպես ինչ որ արժեքային համակարգ կրող եւ կեղծ պատմական կամ կեղծ իրականությունը պատմական զեղծարարությամբ թղթին հանձնելով փորձում է իր համար ինչ որ մի իր ժողովրդի համար ինչ որ մի հենասյուն ստեղծել, առանցք ստեղծել, աստորեն մեր առանցքը, մեր արմատը ջնջելով վերացնելով փորձ են անում մեր հարևանի համար պատմություն ու ժողովուրդ ստեղծել։ Այս պարագայում
նման խմբերի կողմից սեփական ժողովրդի հարցերը չառաջադրելը եւ զուտ ինչ-որ ձև անելը, թե քաղաքական կամ արկա հանրային դաշտում խոսույթի քննարկման հարթակ են ստեղծում, մենք բոլորս էլ հասկանալի է, որ դա զուտ այսօրվան ընտրական գործընթացներին սպասարկելու նպատակ է հետապնդում։ Նաև հետաքրքիր էր այն անձանց ներկայությունը, որոնք կային այս պատվիրակության մեջ, օրինակ Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր եւ հաղորդավար Տաթև Դանիելյանը, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը եւ մի շարք այլ մարդիկ, որոնք իրենց խոսույթներով ըստ էության ավելի արևմտամետ հայացքներ ունեն, հա։ Ըստ ձեզ, ինչ սկզբունքներով են ընտրվել հենց նրանք եւ ով է որոշել այս պատվիրակության կազմը առհասարակ։ Դե բնական է, պատվիրակության կազմը որոշվել է ամենավերին օղակներում, այստեղ հարց չպիտի առաջանա։ Նման այցեր անգամ քաղաքական խնդիր են հետապնդում եւ պետք է ամենավերին օղակներում նման որոշումները կայացվեն, բայց ինչպես նշեցի իմ խոսքում, այդ խումբը, որ կազմվել է, բնականաբար իրենք այսօրվա գործող իշխանության քաղաքական խոսույթից տարբերվող հարցադրումներ չեն անում։ Ես որքան հասկանում եմ, եթե նախորդ այցերի ժամանակ մասնակցած խումբը, թե այս այցի ժամանակ, կարծես սա ավելի մեծ է իր քանակով, բայց բոլորի մասին, չգիտեմ, ցանկը չեմ տեսել մասնակիցների, բայց վստահ եմ հաշվի առնելով այն մոտեցումներ, որ մենք ունենք այսօրվա մեր իշխանությունների պարագայում, թե ցեղասպանություն հետապնդումից հրաժարվելը, թե ընդհանրապես Ադրբեջանի գործած հանցագործությունները կուլ տալը եւ դրանք իբրև թե անցյալի իրողություն ներկայացնելը եւ մեր պատմությունը ըստ իրենց հայեցողության ինչ որ վերջի 1-2 տարվա սահմանագծից այս կողմ դիտարկելը, թե Արցախի էթնիկ զտումը, որը մարդկության դեմ հանցագործություն է եւ ցեղասպանական գործողություն է, դրա մոռացության տալը, այս գործողությունների շարքը մեր իշխանությունների ցույց է տալիս նաեւ այն քաղաքականությունը, որ իրենք որդեգրել են, ինչպես նաեւ Ադրբեջանի մեր անվտանգության երաշխավոր կարգելը, որը աբսուրդի գագաթնակետն է։ Նման պարագայում բնական է այս խմբի մեջ ներգրաված անձիկ, ինչպես նշեցի, չեն կարող որևէ հարցադրում ներկայացնել կամ որևէ հարց քննարկել, որը կարող է ադրբեջանական կողմի քիմքին հաջող չլինել եւ հասկանալ, որ բնականաբար Ադրբեջանի կողմից էլ մասնակցում են իրենց իշխանության ձեռքի տակ գործող աշխատող մարդիկ եւ մենք շատ լավ գիտենք այնտեղի կարգերն ու բարքերը եւ խոսքի մասին, դեռ մերոնց պարագայում գուցե ազատ խոսքի ինչ-որ դրսևորում կարող է լինել որոշակի սահմանը, այնտեղ դա բացառվում է ուղղակի։ Այսինքն մենք հասկանում ենք, որ սա ընդհանրապես այց է, ձևական այց է հերթական այսպես պլյուսը դնելու համար, ու ինձ հետաքրքիր է իրենք սահմանը ես որքան պատկերներով տեսա, ենթադրում եմ, որ անցել են հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը նույն կերպ էր անցել, հա, հագարի կամրջով են անցել այստեղ մտել, այսինքն այստեղ նաև հայկական կողմի վերքին աղ լցնելու նաև ինչ-որ հանգամանքի ավելանում, քանի որ բնականաբար դեպի Բաքու ճանապարհը տանում է Արցախով, դատարկված, հայաթափված ցեղասպանական հանցագործության արդյունքում ամբողջովին օկուպացիայի ենթարկված Արցախի տարածքով, այսինքն մեր պատվիրակության, եթե անդամներ ինչ-որ ազգային զգացմունքներ ունեն, դրանք արդեն իսկ հարվածի են ենթարկվել եւ դա նաեւ այդ վերքի վրա աղ լցնելու հերթական գործընթացն է, որը Ադրբեջանը սիրով անում է ցանկացած առիթը օգտագործելով։ Այստեղ ես հասկանում եմ, որ իշխանությունները փորձում են ձև անել, թե երկու պետությունների մեջ ինչ-որ ինչ են ասում, հարաբերություն է ձևավորում եւ բարեկամություն ճակերտավոր չփոխադարձ ինչ-որ այցելություն կամ սահմանի օրինական հատման խնդիր լինի, այստեղ հաշվի առնենք, որ մերոնց այդ սահմանը հատելով եւ իրենց կողմից այդ գիծը հատելով իրենք փաստացիորեն դա իբրև օրինական սահման են մարդկանց ուղեղների մեջ փորձում ձևավորել, հա, դա հետաքրքիրն էլ կա։ Եվ այստեղ ուղղակի ես չգիտեմ, նմանատիպ գործողություններով բնականաբար հասարակությանը չեն կարող տրամադրել, ինչքան էլ որ հետո գալով փորձեն հասարակության ուղեղները լվանալ եւ ինչ-որ դրույթներ ու թեվեր ներկայացնել, քանի որ այն մարդիկ, որ գնացել են, դրանք ընդհանրապես իշխանության բարձրախոսներն են միգուցե։
Ոչ միայն, նաև այն մարդիկ են, որոնք այդ քաղաքականության փաստացիորեն հանրային քարոզիչներն են եղել եւ շարունակում լինել։ Տիկին Աղաջանյան, այս մարդկանց անվտանգության համար ի վերջո ով է պատասխանատու, քանզի չպիտի մոռանանք 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին ադրբեջանցու կողմից կասահարման ողբերգական դեպքը, հա։ Այնուամենայնիվ նմանատիպ ցավալի հիշողություն ունենք մենք, հա։ Մասով ես չէի անհանգստանա, որտեղ Սաֆարովի դեպքը եղել է երրորդ երկրում, այստեղ ադրբեջանական կողմը ընդունող կողմն է եւ ես կարող եմ ասել, որ մերոնց այսպես անվտանգության աշխատակիցներ շրջապատված տանելու բերելու են, ոչ միայն իրենց իսկ անվտանգությունը ապահովելու համար, այլև իրենց կողմից ոչ ցանկալի բաները տեսնելու ուրեմն վերջ պահելու համար։ Եթե կհիշեք, այստեղ եկող ադրբեջանցի հասարակական կամ հանրային այդ գործիչներին կամ հասարակության ներկայացուցիչներին մերոնք կարծեմ այսպես ազատ շարժի իրավունք են տվել ուզես այցելեն ու հետո զախոսեն, իսկ իրենց պարագայում դա չի լինելու բնականաբար եւ իրենց անվտանգությունը միանշանակորեն ադրբեջանական իշխանությունները կապահովեն այսպես փաթեթավորված կտանեն եւ փաթեթավորված հետ կբերեն, խնդիր չկա այդ առումով մտահոգություն չունեմ, որտեղ եթե Աստված մի արածեն անցից մեկի գլխից մի մաս պակասի, դա այդ ամբողջ ձևական ներկայացված խաղաղության գործընթացի վրա այսպես մի թավ խաչ քաշելու նման բան կլինի, որը իհարկե չեն կարող թույլ տալ եւ բնականաբար կվնասի իրենց ցանկալի ներկայացուցիչի այստեղ վերընտրման հնարավորությունները։ Չեք կարծում, որ դա ժամանակավոր խաղաղության մասին է խոսքը, ինչպես ավելի վաղ նշեցինք։ Չէ, որ դա խաղաղություն չէ, դա ընդհանուր հարաբերական անդոր է եւ մենք շատ հաճախ սխալ բառերով մարդկանց մեջ սխալ տպավորություն ենք թողում եւ դա իշխանությունների կողմից միտումնավոր է արվում, բայց մեր կողմից մենք հստակ պետք է ձևակերպումներ տանք, որպեսզի հանրությանը շփոթության մեջ չգցենք, ինչպես ասում են, հիվանդությունը պիտի ճիշտ ախտորոշվի, որպեսզի նրա բուժումը ճիշտ լինի եւ այս պարագայում մենք խոսում ենք հարաբերական անդորի մասին, այն էլ հարաբերական անդորի, որը քաղաքական հստակ նպատակ է հետապնդում, այսինքն թշնամու քինքին հաջող, թշնամու ցանկություններն ու պահանջները կատարող իշխանության վերարտադրմանն է նպատակաուղղված։ Դրա ուրեմն 1 միլիմետր շեղման դեպքում այդ հարաբերական անդորը բնականաբար խաթարվելու է, ինչը մենք մի վայրկյանից չպիտի կասկածի ենթարկենք։ Այսինքն այստեղ խաղաղության մասին խոսք չի կարող լինել, սա ընդհանրապես, ինչպես նշեցի, այս նախընտրական շրջանում իրենց ցանկալի անձին, տվյալ դեպքում կառավարության ղեկին նստած անձնավորության վերընտրությանը ուղղված գործողությունների շարքից է, այսպես ձև անել, թե ինչ-որ խաղաղության գործընթաց, ինչ-որ հարաբերություններ են ձևավորվում հաստատվում, որը ընդհանրապես փուչիկ է եւ ոչ միայն քամին է տանելու, այլև մի թեթև անգամ հարվածի դեպքում ուղղակի պայթելու է։